Վրաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական արշավ, նրա ազդեցությունները և սպասումները, երկրի տարածքային ամբողջականությունը և ապաօկուպացիայի կարևորությունը։ Սրանք այն հարցերն էին, որոնց մասին Վրաստանի արտգործնախարարը կենտրոնացավ ԵԱՀԿ-ի նախարարական նիստում իր ելույթի ժամանակ։ 32-րդ նախարարական նիստը բացվել է այսօր և կտևի 2 օր։ Մասնակցում են ավելի քան 40 երկրների դիվանագետներ, նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։ BBC-ի կողմից պատրաստված վավերագրական ֆիլմի հետաքննությունը շարունակվում է։ Հետաքննությունը հետաքրքրված է նաև BBC-ի ֆիլմում որպես աղբյուրներ նշված հարցվածներով։ Բժիշկների խոսքով անցկացված ուսումնասիրությունը կլինիկական է և քիմիական զենքի կամ թունավորման մասին որևէ խոսք չի եղել։ Հարցը գնահատվում է նաև քաղաքական կուսակցություններում։ Իշխող կուսակցությունը կտրականապես հերքում է BBC-ի կողմից տարածված տեղեկատվությունը, ըստ որի արգելված կամիտե նյութը իբր օգտագործվել է անցյալ տարվա բողոքի ցույցերը ցրելու համար։ Վրացական երազանքի տվյալներով հետևյալ նյութը ոչ գնվել է, ոչ էլ օգտագործվել է բնակչության դեմ, ոչ ներկայիս, ոչ էլ նախորդ կառավարության օրոք։ Վրաստանի կառավարությունը դատական հայց է ներկայացրել բրիտանական հեռարձակողի դեմ և կարող է նաև դիմել միջազգային դատարաններ։ Զուգահեռաբար պետական անվտանգության ծառայությունում հետաքննություն է ընթանում քրեական օրենսգրքի 333-րդ և 319-րդ հոդվածներով։ Վրաստանում ցուցարարներին ցրելու համար օգտագործված նյութի վերաբերյալ BBC-ի հետաքննությունը քննարկման առիթ դարձավ Պաշտպանության կոմիտեի նիստում, որին ներկա էր նաև ներքին գործերի փոխնախարարը։ Գախարիայի թիմը անդամ Սոփիո Խուրգունային քննադատեց Դարախվելիձեի կողմից ներկայացված զենքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը և նշեց, որ անհասկանալի է արգելել պաշտոնական նպատակներով գնված անվնաս գազային բալոններն ու էլեկտրաշոկերները, մինչդեռ ինքը և ցուցարարները այնքան թունավորված էին, որ դեռ չէին կարողանում հասկանալ, թե ինչ նյութ էր խառնվել ջրային շիթին։ Կոմիտեի նախագահը BBC-ի հետաքննությունը կեղծ է անվանում։ Ներքին գործերի փոխնախարարը նշում է, որ ոստիկանությունը որևէ քիմիական զենք չի օգտագործել, սրանք միայն լրագրողների ենթադրություններն են և հիմնված չեն ապացույցների վրա։ Ալեքսանդրե Դարախվելիձեի խոսքով, երբ տեղի է ունենում հեղաշրջման փորձ, միշտ ոստիկանությունը շանտաժի է ենթարկվում։ Ոստիկանությունը իրավունք և պարտականություն ունի օգտագործել օրենքով թույլատրված նյութեր։ Հելսինկյան հանձնաժողովի երկկուսակցական ղեկավարությունը արձագանքում է Վրաստանի իշխանությունների կողմից ցուցարարների դեմ քիմիական զենք օգտագործելու մասին հաղորդումներին, ասվում է Հելսինկյան հանձնաժողովի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։ Ըստ մամուլի հաղորդագրության, ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոջեր Ուիթերը, համակարգող կոնգրեսական Ջո Ուիլսոնը, սենատոր Շելդոն և կոնգրեսական Սթիվ Քոհենը հայտարարություն են տարածել ի պատասխան հավատի ապացույցների, որ Վրաստանի կառավարությունը խաղաղ ցուցարարների դեմ առաջին համաշխարհային պատերազմից ի վեր քիմիական զենք է օգտագործել։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի կառավարությանը և մեր դեմոկրատ դաշնակիցներին հետաքննել այս հաղորդումները և համապատասխան պատժամիջոցներ կիրառել պատասխանատուների նկատմամբ։ Մենք կրկին կոչ ենք անում մեր գործընկերներին կոնգրեսում ընդունել ընկերների մասին օրենքը երկկուսակցական օրենսդրություն, որը պետդեպարտամենտին կտա լրացուցիչ գործիքներ վրաց ժողովրդին աջակցելու համար, երբ նրանք պայքարում են ազատության համար, ասվում է հայտարարության մեջ։ Բարեկամ ակտի մերժելու որոշումը Թբիլիսիում քննադատության է արժանացել։ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը բացատրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն սա չի նշանակում բարեկամ ակտի արգելափակում, այլ իրականում այս որոշումը կհետաձգի ակտի քննարկման գործընթացը։ Վրացական երազանքը կտրուկ քննադատում է բարեկամ ակտին և կարծում է, որ Սենատի մեծամասնության առաջնորդի որոշումը համաձայնեցվել է մեծամասնության մյուս անդամների հետ։
Բրյուսելը պետք է հրաժարվի բռնությանը աջակցելուց եւ վերադառնա եվրոպական հիմնարար արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքների հարգանքը եւ օրենքի գերակայունությունը։ Այս մասին սոցիալական ցանցում գրառել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով բռնությունը չդատապարտելը խթանում է ծայրահեղությանը, ծայրահեղությունը չդատապարտելը խթանում է ահաբեկչությանը։ Այսօր դեկտեմբերի 4-ն է, 2 ամիս Բրյուսելը հրաժարվում է դատապարտել եւ առանձնանալ հոկտեմբերի 4-ին ծայրահեղական խմբավորումների կողմից Վրաստանի նախագահական պալատի վրա տեղի ունեցած բռնի գրոհից։ Բռնությունը չդատապարտելը սնուցում է ծայրահեղությունը, ծայրահեղությունը չդատապարտելը սնուցում է ահաբեկչությունը։ Մենք արդեն տեսել ենք այս պատճառահետևանքային կապը Վրաստանում։ Բրյուսելը պետք է հրաժարվի բռնությանը աջակցելուց եւ վերադառնա եվրոպական հիմնարար արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքների հարգանքը եւ օրենքի գերակայունությունը, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Եվրամիության նախկին բարձրաստիճան պաշտոնյան Ֆեդերիկո Մոգերինին հրաժարական է տվել Եվրոպայի քոլեջի ռեկտորի պաշտոնից։ Հայտարարության մեջ վերջինս նշել է, որ որոշել է հրաժարական տալ ռեկտորի պաշտոնից համաձայն իր չափազանց խիստ եւ արդար մոտեցմանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնում է մեղադրանքը, որ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը երեխա ունի եւ որ օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են դա օգտագործել հավաքագրման համար։ Այս հայտարարությունը արել է լրագրողների հետ զրույցում։ Փաշինյանի խոսքով սրանք սպառնալիքներ են պետության անվտանգությանը եւ պետությունը պետք է մեծ ուշադրությամբ մոտենա այս հարցին։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Կարեգին Բ-ն եւ նրա դաշնակիցները գործում են ընդդեմ եկեղեցու։ Նազարլադեվի շրջանի հրապարակի վերանորոգման աշխատանքները ավարտվել են, մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն ծանոթացել է տարածքին։ Նախագծի շրջանակներում իրականացվել են կանաչապատման եւ ենթակառուցվածքային աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր 800,000 լարի։